Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ամոթ հանք տանք Նավասարդ Կճոյանին։ Ամոթ! 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 Հարգելի հայրենակիցներ, նաև մենք ուզում ենք կրկին անգամ խնդրել հայոց ամենայն կաթողիկոս Գարեգին II-ին կարգալույծ անել Կճոյանին և հուդայական այդ խմբակի մյուս հանցակիցներին, ինչպես նաև ցանկանում ենք այստեղից եկեղեցու բակից ողջունել մեր սրբազան հայրերին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այսօր ապօրինի կալանքի տակ են գտնվում, և մաղթել նրանց շփոթույթ ազատություն։ Ազատություն! Խոսքը փոխանցում եմ Աղեկյան Սոնային։ Սիրելի ժողովուրդ, այսօր դավաճանություն է տեղի ունենում։ Տեսնում ենք, որ շինծու մեղադրանքներով մեր սրբազաններն են կալանավորվում։ Հարձակվել են մեր առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Բազմաթիվ հանրային գործիչներ, որոնք անմեղ են, գտնվում են կալանավայրերում։ Մայր Հայաստանը դատապարտում է այս թքամետ քաղաքականությունը։ Ամոթալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս արշավին են միացել որոշ, կարելի է ասել, իբրև հոգևորականներ։ Նրանք անգամ ակնորական ինչ են սպասել, որպեսզի իրենց դավաճանական գործողություններով աչքի ընկնեն։ Եվ նրանք հավասարապես կիսում են այս թքամետ քաղաքականության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակման և դավաճանական քայլերի ողջ պատասխանատվությունը։ Մենք կոչ ենք անում, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը իր տեղում իր ակտիվությունը ցուցաբերի և մերժի այս իշխանության դավաճանական քայլերը։ Յուրաքանչյուրս մեր տեղում մեր խաչը պիտի կրենք, որպեսզի վաղը իրար երեսի նայելուց չամաչենք։ Այս ամենը, սիրելի քաղաքացիներ, անցնելու է գնա, մարդ մնալն է մնալու։ Եվ մենք այսօր սատարում ենք մեր բոլոր սրբազաններին, ովքեր ապօրինաբար և շինծու մեղադրանքներով կալանավայրում են, մենք սատարում ենք մեր հանրային անմեղ գործիչներին, ովքեր կալանավայրում են, և դատապարտում ենք նրանց դեմ իրականացվող այս դավաճանական գործողությունները, Հայաստանում տեղի ունեցող թքամետ քաղաքականությունը։ Ամոթ նրանց դավաճանածներին։ Ամոթ! 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 Խոսքը փոխանցում եմ Դերենիկ Դուք այստեղ ելույթ եք ունենալու, թե փորձելու եք առաջնորդարան մտնել, որովհետև առաջնորդարանում է հիմա Սրբազան Կճոյանը։ Կարծում եք այստեղից էլ կլսի, հա, ինքը։ Հարգելի հայրենակիցներ, այս եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արշավը, որպեսզի ավելի ճիշտ հասկանանք և չլինեն մոլորվածներ, որ մտածեն, որ կարող է Նիկոլ Փաշինյանը ինչ-որտեղ իրոք ուզում է ինչ-որ բան փոխի։ Մի հատ այդ հարցին պատասխանելու տրամաբանության մեջ հիշեք, թե Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում ինչ է փոխել։ Գործանելուց բացի ոչ մի բան չի արել այդ մարդը։ Եվ այդ Վանաձևի շրջանակներում եկեղեցու դեմ պայքարի էլի ավելի հեշտ պատկերացնելու համար նշեմ, որ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի այս կատաղի արշավը սկսվել է այն բանից հետո, երբ Ժնևում ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացրեց արցախահայերի վերադարձի իրավունքը և իրավունքի մասին խոսեց և բարձրացրեց Բաքվում գտնվող մեր հայ գերիների վերադարձի։ Դրանից հետո Փաշազադեն ելույթներով և ըստ էության կոչեր արեց, որպեսզի հայ առաքելական եկեղեցին ըստ էության կազմաքանդվի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է եկեղեցին կազմաքանդելու, եկեղեցին վերացնելու գործին և այն մարդիկ, այն եպիսկոպոս կոչվածները, ովքեր այս կռվում միանում են Նիկոլ Փաշինյանին, ըստ էության իրեն կատարում են Փաշազադեի հրահանգները։ Եկեղեցին բարեփոխելը ինչ է, ինքը անելու է Նավասարդ Կճոյանի միջոցով, այն Կճոյանի միջոցով, որին նա ասում է Բենտլի Սամո,
Հիմա ասում են 8, 10, 9 գնալ հարցնել ինչու ես այդ քայլն արել եւ ինքը ելույթներ եւ պատասխանը գիտես ես չգիտեմ այդ պատասխանը կոլեկտիվ ինչ որ աջակցության տակ հացնելու համար դա կոլեկտիվ հուդայությունն է կոլեկտիվ հուդայականությունն է այդ ամեն ինչը եւ այդ եպիսկոպոսները այդ թվում նաեւ Նավասարդ Կճոյանը ով միացել է Նիկոլ Փաշինյանին ես իրենց ուզում եմ հռետորական հարց տալ արդյոք միանալով իրենք հռետորական որովհետեւ համոզված եմ որ այդ նյութապաշտ եպիսկոպոսները կիսում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բոլոր պատասխանատվությունները արդյոք ինքը համաձայն է հավանություն տալիս է Համենայն դեպս ինքը շեղվելուց հետո այդ հայտարարությունից հետո որևէ այլ քայլ չի անում օրինակ Միրզախանյանն ու Գևորգ Սրբազանը շատ ակտիվ հարցազրույցներ են տալիս ու սատարում են հայտնում Փաշինյանին ինքը այդ ստորագրությունից հետո կորել է տեսադաշտից եւ անգամ խուսափում է լրագրողներից միգուցե որպես հոգ մտնեք ներս եւ զրուցեք մենք էլ ֆիքսենք այդ մարդը պիտի վերջը հասանելի լինի ոչ նիկոլական մարդկանց պարզ քաղաքացիների մարդկանց ովքեր նաեւ միգուցե դեմ են իրավ այո հիշում եմ ես համոզված եմ Նավասարդ Կճոյանն էլ մյուս բոլոր եպիսկոպոսներն էլ հիշում են այդ պատասխանատվությունը եւ Նիկոլ Փաշինյանն չեն կարողանում իրան մոտենալ Ես այսօր դրա համար էի նաև այստեղ, բայց ինքը այստեղ չէր։ Եվ ես այսօր ուզում եմ նաև մեր ողջունի խոսքը հղել Շիրակի թեմի հոգևորական դասին, ով ըստ էության իրական հոգևորականի, արժեհամակարգային հոգևորականի պես իրենց պահեցին։ Նրանք մերժեցին Դավիթ Նիկոլների դավադրությունը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու եւ Շիրակի թեմից ոչ մի հոգևորական չհամաձայնվեց գնալ եւ այդ պատարակը մատուցել, նիկոլական պատարակը մատուցել։ Հիմա ինքը ստիպված ինչ որ քահանաներ է իր հետ տանելու այնտեղ պատարակ անցկացնելու համար։ Կճոյաններ եւ մյուս եպիսկոպոսներ, օրինակ վերցրեք Շիրակի թեմի հասարակ քահանաների։ Մեր զորակցությունը Շիրակի թեմին եւ Շիրակի թեմի քահանաներին, որոնց առաջնորդը հիմա բանտարկված է, ինչպես նշեցինք, Միքայել Սրբազանը, նրա այդ Բաքրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը։ Ամոթ։ Այո, ազատություն Սրբազաններին, ազատություն։ Ակցիայի հարգելի մասնակիցներ, հարգելի լրագրողներ, երևի թե Կճոյանը չի լսում, ուստի մենք լսում դե չի արձագանքում, միգուցե մի քիչ ավելի մոտենանք Կճոյանին։ Եկեղեցու ներսում ձեր ձայնը չէ լսվում, մենք աղոթում ենք եւ այս ձայնը չէ լսվում։ Մոտենանք առաջնորդարանին եւ մեր ամբողջանքի ակցիան ավարտենք հենց այստեղ։ Որ բոլոր ուդայական խմբակի մասնակիցները իմանան, որ ոչ ոք չի մոռանալու իրանք այդ դավաճանական քայլը։ Մենք բոլորին բացահայտելու ենք անուններով, բացահայտելու ենք նրանց կերպարները։ Նույն այդ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում էր Կճոյանին անվանելով Բենթլի Սամո, օֆշոր Սամո, եւ այսօր քանի հայ կգտնվի, որը կհավատա նրանց անկեղծությանը։ Մենք մեր խաչը եւ յուրաքանչյուր հայ տանելու է արժանապատվորը։ Թող իմանան Կճոյանը եւ մյուս բոլոր հուդաները այդ խմբակի, որ իրենք մերժված են քրիստոնյաների կողմից եւ այս ամենը մի օր ավարտվելու է։ Մենք պարզապես պետք է լինենք միահամուռ եւ չվախենանք, չընկրկենք եւ չլռենք։ Այսքանով մեր ակցիան համարում եմ փակված։ Եվս մեկ անգամ եկեք բացականչենք։ Ամոթ Կճոյանի! Ամոթ Կճոյանի! Նավասարդ Կճոյան, դուք
Հավասարապես Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն եք կրում Միքայել Սրբազանի, Աշակ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Բաքրատ Սրբազանի բանտարկության համար եւ բոլոր քաղբանտարկյալների համար եւ հավասարապես պատասխանատվություն եք կրում Նիկոլ Փաշինյանի վերածայն աղետների համար, որը երկիրը տանում է գործանման։ Դավաճան Կճոյանին ամոթ։ Շնորհակալություն։ Մտնում եմ ներս։ Բայց առաջնորդանի դուռը երբեք փակ չի եղել։ Արդեն անվտանգությունով, նախկինում առաջնորդանը։ Բանալինով ներսից փակ է, սա բանալին ներսից փակել է։ Հա, բայց երբեք առաջնորդարանը ցերեկվա ժամերին փակ չի եղել։ Մենք լրագրող ենք, հիմա միգուցե մտնենք ներս, պատասխաններ ստանայինք։ Սեղմել եմ։ Երևի մտածում են ակցիանողներ են, չեմ բացում։ Հրապարակում խոսում է, երևում է պլյոնկա ծավ ապակիները։ Նույնիսկ պլյոնկել են ապակիները, չգիտեի։ Ուրա ոստիկանություն։ Երևանի փողոցներում այո, երբներ, բայց Ճիշտ հասկացեք, իմանանք, որ ձեր անվտանգությունը Հավաքի երթևեկությամբ զբաղվի արդեն ծանրանման տեղերը որտեղ նայում են ծանրանման, որտեղ պետքա բեր պիտի տարբերակով դիրանշարժ ու կարգավորեն։ Իսկն հսկվում է նաև առաջնորդարանը։ Երբեք դուռը փակ չի եղել։ Մենք միշտ կարողացել ենք մտել պլյոնկա Մուտ դուռը փակ չի եղել, բայց ներսում որպեսզի բարձրանանք ներս հատուկ թույլտվությունով է։ Օրինակ ճիշտն ասած Դե ոչինչ, հիմա մենք փորձենք մտնել ակցիանողները գնացին։ Չեն բացում։ Արդյոք ճիշտ է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի կազմում է ճանաչած։ Արդյոք ճիշտ է, որ Ադրբեջանի հաստատվեցին, որոնց մասին նա չգիտի։ Արդյոք ճիշտ է, որ Կճոյանին դավաճան։ Ինչ էին ասում ոստիկանները, ես ուշացա, ինչ ասեցին ոստիկանները ձեզ։ Ոստիկանները ասեցին, որ մեր երթուղին էին ուզում, որպեսզի իբրեթե մեր անվտանգությունը ապահովեն, բայց իրականում որպեսզի զեկուցեն Հայաստանի Հանրապետության թիվ 1 սարսափածին, որպեսզի իր վախերի մեջ Այսինքն դուք շարունակում եք ակցիան, ճիշտ եմ հասկանում, ուր եք քայլում։ Քայլելու ենք Մաշտոցի պողոտայով, հնչեցնելով այդ հայտարարակ վանկարկումները։ Այսինքն փողոցի միջով, թե մայթերով։ Մայթերով։ Սուսքի չենք։ Այստեղ ձեր անելիքը ավարտվեց, Տիկին Աղեկյան։ Առաջնորդարանի բակում վերջ ավարտվեց։ Պլակատները կան առաջ, հիմա քայլել։ Այսինքն դուք չէիք էլ պլանավորել հանդիպել Կճոյանին։ սկզբանե գիտեիք, որ Կճոյանը դուրս չէր գալու հանդիպել։ Բայց Կճոյանի հետ հանդիպես ինչ ասես Կճոյան։ Դու լրագրող ես, Բենի, դու տենց բան ես Չէ, մտածում։ բայց հանդիպես ինչ ասես, ինչ Հարցնես։ Այս հարցերը ինչ որ հարցնում ենք, լրիվ ռետորական են։ Մեր համար պատասխանը պարզ է։ Միգուցե փորձեք դարձի բերել, միգուցե մոլորյալ է Կճոյանը։ Այդ մարդը, չէ, Եկելա Նիկոլ Փաշինյանը։ այդ մարդը ապաշխարել դարձի գա, որ իրան բերել։ Այնպես որ
Դե հիմա եկեղեցին փաստացի կիսվում է Վեհափառի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ինքը որպես Վեհափառ ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Իր Վեհափառը Նիկոլ Փաշինյանն է, գնացի ապաշխարել է, նշխարքը վերցրել է։ Միջև հիմա ինքը հրապարակային բացատրություն տվել է։ Ոչ, լրագրողները մոտեցել են։ Եթե մարդ պահելու բան չունի, չի կարա, ասենք Հելնի ասուլիս հրավիրի, ասի, եղբայր, այս բաների պատճառով ես աջակցում եմ Նիկոլ Միգուցե Փաշինյանին։ սպասում է Պետրոսի մոտ իր հերթին, չգիտեմ։ Առաջարկում եմ շարժվենք, ընդհատում ենք արտակարգ։ Մենք ձեզ չմիանանք, մենք օնլայն կհետևենք ձեզ։ Իդեպ պլանավորում եք նաև 10 եպիսկոպոսներին այսպես հերթով մոտենալ եւ ամոթանք տալ։ Սյուզի ջան, նախ պետք է հանրությանը պարզենք, 8-ն են, 10 են, որովհետև հանրության համար Հա, մի փոքր ճիշտ ասած, նույնիսկ մեզ համար շատ հստակ չի, 8-ն են թե 10։ Իհարկե, մենք փորձելու ենք գնալ բոլոր այդ հուդաների դռները, փորձելու ենք ստիպել նրանց պատասխանել մեր հարցերին, բայց նրանք տեսնում են, որ վախկոտի կեցված կտունած պահկված են դռների ետևում, ոչ մամուլին են հարցազրույց տալիս, ոչ հանրությանն են, ոչ հավատավոր հոտի դեմ են ինչ որ հայտարարությամբ հանդես գալիս։ Իրենք պարզապես մորթապաշտ են, պարզապես նյութապաշտ են եւ որոշել են համալրել դավաճանների շարքերը։ Իրանք այսօր հասցրել են նրան, որ հավատացյալ հոտը մերժում է նմանատիպ սրբազանների, որոնք կարող են նյութականը վերդասել հոգևորից, այսքանը։ Դուք կարծում եք ընդամենը որոշել է միանալ Փաշինյանին, որ ինչ լինի, ի վերջո նրանց հարցը դրված է օրակարգում, եւ կարծես թե Մայրաթորը չի հերքում, որ ամսի 10-ին, 12-ին սպասող եպիսկոպոսատ ժողովը վճռելու է այս բարձրաստիճան հոգևորականների հետագա անելիքները եւ ճակատագիրը։ Այսինքն նրանք ոչ թե Մայրաթորի վճռից են վախում կամ այսպես ասենք դատավճռից, այլ վախենում են Նիկոլ Փաշինյանից, ինչու։ Նիկոլ Փաշինյանից, եթե մարդը էությամբ դավաճան չէ, Սյուզի ջան, նրան ոչ մի կոմպրոմատ չի ստիպի դավաճանական քայլի գնալ։ Բայց Կճոյանը մի անգամ արդեն ԿՊԱ-ականին ասել էր, որ մենք ուզում ենք լծակից լինել, այսինքն մեզ համար անակնկալ է։ Դե ես ասում եմ, Տիգրան Ավինյանի երթման արարողությանը ներկա գտնվեց եւ սա հասարակական աղմուկ վարձած հետ եմ մնում։ Լավ գնա Անիջան, ստեսյուն։ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում մենք հանդիպեցինք երևի Մայր Հայաստանի անդամներն էին, ենթադրում եմ, մի խոսքով այս խմբակցության անդամները եւ էլի աջակիցները միացել են եւ ամոթանք էին տալիս Արտյան Հանրապետական թեմի առաջնորդ Սրբազան Կճոյանին, իհարկե փորձել չարվեց նրա մոտ մտնել, բայց առաջնորդանի բակում մոտեցան ամոթանք տվեցին, համարելով, որ Սուրբ Սարգսի բակում իրենց ակցիան միգուցե հասանելի չէ, ինֆորմացիան տեղ չի հասնի եւ չի լսի Կճոյանն անձամբ իրականջով այդ ամոթանքները եւ համարում են նրան հուդա նրա իր կատարած քայլի համար։ Ամենայն դեպս դռները փակ էին առաջնորդանի, ես էլ փորձ արեցի ներս մտնել, որպեսզի Կճոյանի մեկնաբանությունը լսեմ կամ նրա պարզաբանումը իր կատարած քայլերի վերաբերյալ, բայց այլևս կողպված է առաջնորդանի դուռը, առաջվա պես բաց չէ բոլորի համար եւ տեսնում եք զանգակով պիտի հիմա կանչես ներսի անվտանգության աշխատողին, ինքն էլ կորոշի բացի թե ոչ։ Միայն վարագույրներն էին շարժվում, այսպես զգուշորեն, եւ ակցիայի մասնակիցները հեռացան տարածքից, ասելով, որ իրենք պրոսպեկտով, այսինքն Մաշտոցի պողոտայով քայլելու են եւ շարունակելու են իրենց ակցիան։ Իսկ այստեղ քաղաքացիները անվրդով շարունակում են իրենց աղոթքը։ Ներսում մկրտության հնարավորություններ։